Հայ-ռուսական տնտեսական լարվածության ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը միլիարդավոր դոլարների ներարկում է ստացել աշխարհի երկու հակադիր բևեռներից՝ Վաշինգտոնից ու Մոսկվայից։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Մի կողմից Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ կնքում է ավելի քան 8 միլիարդ դոլարի նոր առևտրային պայմանագրեր, մյուս կողմից Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը 10 միլիարդ ռուբլուց ավելի ներդրում ունի Ադրբեջանում եւ բացահայտ գովում է Ալիևին։ Ինչպես է Բաքվին հաջողվում սիրաշահել եւ Ռուսաստանին եւ Արևմուտքին։ Իրականում մենք գործ ունենք Ալիևի վարչակարգի կողմից իրականացվող շատ հաշվենկատ արտաքին քաղաքականության հետ։ Բաքուն օգտվելով նաև Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներից այսօր փորձում է կապիտալիզացնել իր աշխարհագրական դիրքն ու գազը։ Վաշինգտոնը Բաքվին դիտարկում է որպես հարմար հարթակ տարածաշրջանում Ռուսաստանի եւ հատկապես Իրանի ազդեցությունը թուլացնելու համար։ Դրա համար ամերիկացիները պատրաստ են 8 միլիարդ դոլար ուղարկել Ադրբեջան եւ ակտիվացնել ռազմավարական գործընկերության խարտիան, որը ստորագրվել էր այս տարվա փետրվարին։ Սակայն Ալիևը հրաշալի հասկանում է, որ առանց Մոսկվայի չի կարող երկար խաղալ։ Նա անմիջապես հավասարակշռում է իրավիճակը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումով ստանալով Պուտինի անձնական աջակցությունը։ Ռուսական կողմն էլ արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինի շուրթերով հայտարարում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտցնելու մտադրության եւ ռուսական բիզնեսը Արցախի իրենց ձևակերպմամբ արևելյան Զանգեզուրի վերականգնման նախագծարում ներգրավելու պատրաստակամության մասին։ Սա դասական երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն է, որտեղ Բաքուն երկու բևեռներից էլ փորձում է առավելագույնը կորզել։ Արման, Բաքվի էներգետիկ ֆորումում ադրբեջանական երկաթուղիներ կազմակերպության նախագահի խորհրդական Էմիլ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի իր հատվածի աշխատանքները գրեթե ավարտել է եւ հիմա հերթը Երևանինն է։ Մյուս կողմից Ռուսաստանի հետ նրանք զարգացնում են հյուսիս-հարավ ուղին։ Ինչ վտանգ են պարունակում այս լոգիստիկ ակտիվությունները Հայաստանի համար։ Նախ Լարա Մամեդովի այդ հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Զանգեզուրի միջանցք տերմինից, ավելին անգամ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան խուսափում է թրիպ ձևակերպումից։ Բացի այդ, կարծում եմ, որ վտանգը շատ ավելի խորքային է, որովհետև Ադրբեջանը փորձում է իրենով փակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային զարկերակները։ Տեսեք, Արևմուտքի համար նրանք առաջ են մղում միջին միջանցքը, որը Չինաստանը Եվրոպային պիտի կապի Թուրքիայի եւ հենց Զանգեզուրի վրայով, իսկ Ռուսաստանի համար առաջ են մղում հյուսիս-հարավը, որն անցնում է Իրանով։ Իդեպ Լարա, Պուտինը Պետերբուրգյան ֆորումին հատուկ շնորհակալություն հայտնեց Ալիևին Իրան հումանիտար բեռներ հասցնելու հարցում օգնելու համար։ Իսկ Հայաստանի համար այս ամենը վերածվում է աշխարհաքաղաքական նոր մարտահրավերի։ Եթե Երևանը շարունակի դանդաղել կամ մնալ այս գլոբալ նախագծերից դուրս, ապա թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը, ելնելով Բաքվի հետ ունեցած իրենց միլիարդավոր դոլարների շահերից, կարող են սկսել համատեղ ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Նրանց պետք են գործող ճանապարհներ եւ եթե Ադրբեջանն ավելի շահավետ ու պատրաստի լուծումներ է առաջարկում, գերտերությունները կարող են պարզապես մեզ էլ պարտադրել այդ միջանցքները հենց Ադրբեջանի պայմաններով։ Արման, փորձագիտական դաշտում նաև կա գնահատական, համաձայն որի Միացյալ Նահանգները Ալիևի սիրուն աչքերի համար չի ներդրումներ անում եւ մի օր Բաքուն ստիպված է լինելու քաղաքական ծանր որոշումների առաջ կանգնել Վաշինգտոնի պարտադրանքով, որոնք Ալիևին գուցեև դուր չգան։ Արդյոք Բաքուն չի վախենում կորցնել հավասարակշռությունը։ Այո, Լարա, այդ տեսակետը բավական լայն տարածում ունի։ Իհարկե, ադրբեջանական էլիտան այս պահին ուղղակի նախընտրում է վայելել ամերիկյան միլիարդները եւ չմտածել հետևանքների մասին, քանի որ Ալիևի գլխավոր նպատակը հիմա սեփական դիրքերն առավելագույնս ամրապնդելն է։ Բայց վաղ թե ուշ Վաշինգտոնը Ալիևից պահանջելու է հստակ քայլեր անել ընդդեմ Ռուսաստանի կամ Իրանի, ինչը վերջ կտա Բաքվի այս խաղերին։ Չմոռանանք, որ Իրան-Միացյալ Նահանգներ լարվածությունը դեռ շարունակվում է, իսկ ամերիկյան CNN լրատվականը երեկ արդեն տեղեկություն էր տարածել, որ իսրայելական ԱԹՍ-ներ են տեղակայված Ադրբեջանի տարածքում Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար։ Իհարկե Ադրբեջանի արտգործնախարարությունը անմիջապես հերքեց այդ տեղեկությունը, բայց պետք է հասկանալ, որ այդպիսի սպառնալիքները մշտապես կախված են լինելու Բաքվի գլխից։ Շնորհակալ եմ, Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։